Իրանի և Իսրայելի միջև առճակատումը չի հանգուցալուծվում արդեն 5-րդ օրը։ Կողմերը շարունակում են հարվածել միմյանց։ Իրանն այսօր հրթիռակոծել է Իսրայելի տարբեր հատվածներ, կան ավերածություններ և տուժածներ։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը պնդում է, որ այսօր հարվածել է Իսրայելի հետախուզության և հատուկ գործողությունների ինստիտուտի Մոսադի օպերատիվ կենտրոնին, ապա զգուշացրել, որ ավելի ինտենսիվ հարձակումներ կլինեն։ Իսրայելն իր հերթին հայտարարել է, որ գիշերը ռազմական թիրախների է հարվածել Իրանի արևմուտքում, հարվածել են նաև Թեհրանին, հակաօդային համակարգերն ակտիվացել են նաև Նաթանզում, որտեղ միջուկային օբյեկտ կա։ Իսրայելի զինուժը պնդում է, որ գիշերը սպանել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի նորանշանակ պետին։ Թեհրանը չի հաստատել տեղեկությունը։ Իսրայելը երեկ էլ հարվածել էր Իրանի հանրային հեռուստաընկերությանը, ինչի հետևանքով 3 մարդ էր սպանվել։ Ականատեսները հրապարակել են տեսանյութեր, թե երեկվա հարվածներից հետո ինչպես էլ մարդիկ հարյուրավոր ավտոմեքենաներով հեռանում Թեհրանից։ Իրանի արտգործնախարարը հայտարարել է, որ ԱՄՆ-ն մեկ հեռախոսազանգով կարող է կանգնեցնել Իսրայելի հարձակումները։ Ըստ Աբբաս Արաղչիի, դա կօգնի վերադառնալ դիվանագիտությանը։ Իսրայելը պետք է դադարեցնի իր ագրեսիան և եթե մեր դեմ ռազմական ագրեսիան լիովին չդադարեցվի, մեր պատասխանները կշարունակվեն։ Իսրայելի վարչապետն էլ ասել է, թե չի զարմանում, որ Իրանը ցանկանում է դադարեցնել կրակը, քանզի իրենք մեծ վնաս են հասցնում Իրանին։ Ըստ Բենյամին Նեթանյահուի, հրադադարն Իրանին հնարավորություն կտա միջուկային զենք ստեղծել և շարունակել հրթիռների արտադրությունը, որոնք նրա պնդմամբ սպառնում են Իսրայելի գոյությանը և պետք է վերացվեն։ Մենք պարտավոր ենք վերացնել այս երկու սպառնալիքները։ Մենք 60 օր ժամանակ տվեցինք։ Այդ ընթացքում, երբ Իրանը բանակցում էր ԱՄՆ-ի հետ գործարքի շուրջ, Իրանի բռնապետ Այաթոլլան Իսրայելը ոչնչացնելու ուղիներ էր փնտրում։ ABC հեռուստաընկերությանն էլ Նեթանյահուն ասել է, որ Իրանի հոգևոր առաջնորդին սպանելը վերջ կդնի հակամարտությանը։ Իսրայելի պաշտպանության նախարարն իր հերթին զգուշացրել է, որ Խամենեին կարող է Իրաքի նախկին նախագահ Սադամ Հուսեյնի ճակատագրին արժանանալ։ Մեծ յոթնյակի երկրները երեկ կոչ են արել հրաժարվել ռազմական գործողություններից, շեշտել, որ Իրանը չպետք է միջուկային զենք ունենա, իսկ Իսրայելն ունի ինքնապաշտպանվելու իրավունք։ ԱՄՆ նախագահն իր հերթին Թեհրանի բնակիչներին հորդորել է տարհանվել, ավելի ուշ էլ հայտարարել է, որ Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ, ապա նշել, որ Իրանը չի հաղթում այս պատերազմում և քանի դեռ ուշ չէ, պետք է արագ նստի բանակցությունների։ Ըստ Դոնալդ Թրամփի, Իրանը գործարքի համար 60 օր ուներ, սակայն բաց թողեց այդ հնարավորությունը։ Նրանք պետք է գործարք կնքեն, դա ցավոտ է երկու կողմերի համար էլ, բայց ես կասեի, որ Իրանը չի հաղթում այս պատերազմում և նրանք պետք է բանակցեն և պետք է բանակցեն անմիջապես, քանի դեռ շատ ուշ չէ։ Ավելի ուշ Թրամփն ասել է, որ բանակցությունների հարցով դեռ չի խոսել Իրանի ղեկավարության հետ և եթե Թեհրանը ցանկանում է խոսել, ապա գիտի թե ինչպես։ CBS հեռուստաընկերության հետ զրույցում էլ ասել է, թե ցանկանում է, որ Իրանի միջուկային խնդիրը լուծվի, ապա կանխատեսել, որ Իսրայելը չի թույլատնի իր հարձակումը։ Այս ֆոնին ՄԱԿ-ում Իսրայելի դեսպանը հայտարարել է, որ իրենց գործողություններն ինքնապաշտպանական և կանխարգելիչ բնույթի են, որոնց շնորհիվ Իրանի միջուկային ծրագիրը որոշ ժամանակով հետ է ընկել։ Դանի Դանոնը վստահեցրել է, Իսրայելը կշարունակի հարվածել։ Պետք է հասկանալ, որ մեր հարևանությամբ ցավոք կան որոշ արմատական տարրեր, որոնք Իսրայելը քարտեզից ջնջելու տեսլական ունեն և մենք պատրաստ ենք կանգնեցնել նրանց։ ՄԱԿ-ում Իրանի դեսպանն էլ Իսրայելին քննադատել է հանրային հեռուստաընկերության և խաղաղ բնակիչների վրա հարձակման համար, ասելով, որ դա միջազգային իրավունքի խախտում է։ Ամիր Սաիդ Իրավանին նշել է, որ Իրանը ստիպված է պաշտպանվել, ապա ԱՄՆ-ին սպառնացել է հետևանքներով Իսրայելին աջակցելու համար։ Առանց ԱՄՆ զենքի, հետախուզության և քաղաքական աջակցության այս հարձակումը չէր կարող տեղի ունենալ։ Միացյալ Նահանգները կիսելու է այս անօրինական գործողության պատասխանատվությունը։ Հակամարտության սրացման ֆոնին նավթի գները բարձրացել են։ Brent տեսակի նավթի հուլիսյան ֆյուչերսներն աճել են 0.5%-ով, հասնելով 1 բարելի դիմաց $73.5 դոլարի։